օրինակ Հայաստանի իշխանությունը, կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը խոսում Արցախից հայցերի միջազգային ատյաններում հայցերի հետ քաշելու մասին, երբ հստակ իմանալով, որ դրանք կոնկրետ մարդկանց իրավունքների պաշտպանության համար են։ Ասենք ինչպես է ինքը գնալու նայի այն մեր քաղաքացիների աչքերի մեջ, ովքեր ունեն ազգականներ, որոնք զոհվել են, օրինակ Ջերմուկի հարձակումների ժամանակ 2000 Ջերմուկի վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ 2022 թվականի սեպտեմբերին։ Մեր կին հայրենակիցները ամենադաժան ձևով խոշտանգվել էին։ Դուք հիշում եք, երկու թևերը կտրելով, երկու ոտքերը կտրելով, աչքերն էին հանել, քար էին դրել աչքերից մեկի մեջ, մեր մարմինը մերկացրել էին եւ գրել էին Յաշմա բառը, ու այդ տեսանյութը հատուկ տարածել էին, որ վաղ սփռեն մեր հասարակությունը։ Ես գնացել եմ նրանց ընտանիքներ, նրանց տաներում եղել եմ։ Ես ո՞նց կարող եմ պատկերացնել մի իրավիճակ, որ ես նրանց աչքերի մեջ նայելով, իմանալով թե նրանք ինչ դաժանության են բախվել։ Առավել եւս սա ինչ որ անհատական օրինակ չէ, սա համատարած է եղել։ Ու ես գնամ հանկարծ հրաժարվեմ այդ հայցերից, բայց հատուկ հաջորդ անգամ ո՞նց եմ նայելու նրանց աչքերի մեջ։ Ես ինչպես եմ կարողանալու նրանց վերաբերյալ որոշումներ ընդունել, երբ ես հրաժարվում եմ հենց նրանց իրավունքների համար այն մեր պետության ներկայացրած հայցերից։ Եվ այստեղ մի հետաքրքիր բան կա, գիտեք, մի հետաքրքիր վիճակագրություն ասեմ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի վերաբերյալ կայացրել է 9 դատական ակտ, որոնք վերաբերում են էթնիկ ատելության հիմքով տարբեր հանցագործությունների, սպանությունների, խոշտանգումների եւ այլն։ 9 դատական ակտ, 9։ Մենք այս դատական ակտերով այս դատական ակտերը որևէ անգամ չենք օգտագործում մեր իրավունքների համար։ Ադրբեջանը ուներ մեկ ընդամենը այն էլ ոչ ամբողջական դատական ակտ, ադրբեջանցի մի խումբ փախստականների կողմից ներկայացված, որ այդ դատական ակտը չմնաց ամբիոն, որ Ադրբեջանի նախագահը չօգտագործի իր շահերի համար։ Մենք ունենք այսքան շատ հիմքեր, գործեր, այդքան հրապարակում ենք ամբողջ օրը ինչ է տեղի ունենում, եւ այս պայմաններում ինչպես կարող ենք հրաժարվել դատական հայցերից։ Այնպես որ սա մեզ համար հիմնարար հարց է, սա ոչ թե ինչ որ քաղաքական դիրքորոշման հարց է, սա Հայաստանի համար կենսական հարց է։ Ես նկատի ունեմ ինչ որ պայմանավորված քաղաքական մոդայով գործընթացներով, ոչ, շա Հայաստանի կենսական քաղաքական կենսական հարց է, որը այո մեր հստակ դիրքորոշումն է։ Սահմանազատման հետ կապված։ Այստեղ սահմանների հետ կապված ամբողջ գործընթացը տեղի ունեցել Հայաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով։ Սա ես ուզում եմ նույնպես նշել։ Ես դրա մասին բազմիցս գիտեք, որ դա արձանագրել եմ, որովհետև ես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էի եւ իմ պաշտոնական լիազորությունների ժամկետն ավարտելուց հետո շարունակել եմ իմ աշխատանքը եւ սահմանների հետ կապված նույն խախտումները շարունակել ենք արձանագրել։ Եվ հենց հիմա էլ գիտեք, ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն պարզապես ընդհանուր պիտի ասենք Հայաստանի տարածքում, այլ մեր քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողերի մեջ են, տների մեջ են, կադաստրային փաստաթղթերով մենք ունենք այդ բոլոր փաստաթղթերը, կադաստրային փաստաթղթերով տները, հողերը պատկանում են մեր քաղաքացիներին, ադրբեջանական զինված ուժերը հերիք չի մեր հողերի մեջ այսպես նստած են, նաև շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը, մենք ունենք նաև տվյալներ, որ տեղի են ունենում օրինակ ականների անընդհատ պայթյուններ եւ այլն եւ էլ չասեմ մնացած խախտումների մասին։ Սահմանազատման եւ իմջայցում ենք նաև այդ տերմինն ենք կարծում պետք է փոխվել ոչ թե սահմանագծում, այլ